պետք է ասեմ, որ մինչև ամսի 8-ը ներառյալ լուրջ ցիկլոնների ներթափանցում չեն կանխատեսում, մինչև ապրիլի 8-ը մենք գտնվելու ենք թույլ արտահայտված ցիկլոնի ազդեցության գոտում, որը հիմնականում կարտահայտվի գիշերը եւ երեկոյան ժամերին, այսպիսով այսօր կարելի է ասել երկրի ողջ տարածքում հիմնականում կգերակշռի առանց ստեղումների եղանակ, 5-ից 8 ընկած ժամանակահատվածում, հատկապես երեկոյան ժամերին եւ գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, եւ միայն 9-ից ցիկլոնային process-ները կսկսեն զարգանալ, մեր երկիրը կգտնվի միջերկրական ծովի շրջաններից ներթափանցող միջին ուժգնության ցիկլոնի ազդեցության գոտում եւ 9-ից 13 ընկած ժամանակահատվածում արդեն երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում ամպրոպներ։ Եվ ամենակարևորը, որ առաջիկա 10 օրերին մենք հյուսիսային լայնություններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չենք սպասում։ Ճիշտ է, մենք ունենանք ցիկլոններ, բայց այդ ցիկլոնները լինելու են հարավ-արևմուտքից, միջերկրական ծովի շրջաներից եւ մեր տարածաշրջան տեղափոխելու են խոնավ արևադարձային տաք օդ, այսինքն դա նշանակում է, որ օդի ջերմաստիճանի անկում առաջիկա 10 օրերին հանրապետության տարածքում առանձնապես չի կանխատեսվում, որը շատ ուրախալի է, որովհետեւ օր-օրի փոքրանում է ցրտահարության ռիսկը հանրապետության նախալեռնային եւ հովտային գոտիներում եւ այս պահի վերլուծությունների արդյունքում այս պահի գնահատմամբ կարծում ենք, որ հանրապետության հովտային եւ նախալեռնային հատվածներում այս տարի ցրտահարության դեպքեր ի ուրախություն մեզ չենք ունենալու։